Գյուղի աջակցության ծրագիր 2026 թվականի շրջանակներում սկսվել են արդեն Նախալքալակի մունիցիպալիտետի բնակչության հետ հանդիպումները։ Մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Կոկյոյի, Խանդոյի, Ալաստանի եւ Արևան գյուղերի բնակչության հետ, որը գյուղի աջակցության ծրագրի 2026-ի մաս է կազմում։ Գյուղում անցկացված ընդհանուր ժողովներում բնակչության համար առաջնահերթ խնդիրների բացահայտելու համար անվանվել են առաջնահերթ ոլորտներ, որոնք կիրականացվեն 2026 թվականին։ Նշված գյուղերում բնակչության որոշմամբ ընտրվել են հետևյալ առաջնահերթ նախագծերը. Կոկյո գյուղում համայնքային կենտրոնի վերանորոգում, Ալաստան գյուղում արտաքին լուսավորության համակարգի կազմակերպում, Բարևան գյուղում արտաքին լուսավորության համակարգների կազմակերպում եւ Խանդո գյուղում համայնքային կենտրոնի շենքում ջեռուցման համակարգի տեղադրում։ Ծրագիրն իրականացվելու համար Վրաստանի տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամից մունիցիպալիտետում հատկացվել է 922,000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ ստացել է որոշակի գումար փոքր ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար, հաշվի առնելով բնակչության թիվը։